Սրբազան, երբ որ դուք հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանի հետ, շատերը հիշեցին, թե դուք ինչպես եք պաշտպանում օրինակ եկեղեցու գրոհման օրը եկեղեցին եւ բոլորի զարմանք առաջացավ, թե ինչու դուք ամեն դեպքում գնացիք այդ հանդիպմանը։ Պաշտպանելու հարց չկա, ես չի հասկանում գրոհման օրը թե ինչ է կատարվում։ Իհարկե իմ համար ընդունելի չէր այդ ձևով այդ ամեն ինչը կազմակերպելը, ձերբակալություն, բայց հետո ինձ ավելի մանրամասներ հայտնի դարձան, որն է պատճառը եղել, որ այդ ձևով են արել։ Իհարկե, բոլորս հուզված էինք, ես շատ հուզված եմ եղել այդ օրը, ճիշտ է, եւ ընդունելի չէր, էլի եմ ասում, բայց հետո հանգամանքներ բարձրացին։ Ինչն էր քննարկման թեման Փաշինյանի մոտ, ինչու է գնացել, նախ հրավերը նա էր արել, թե ինքն էր արել, իհարկե դուք գիտեք, որ մենք հայտարարություն տարածեցինք 10 եպիսկոպոսով, 9 եպիսկոպոսով հայտարարություն տարածեցինք, բայց մենք մեր թիվը 10 էր, այդ Արշակ Սրբազանի վերաբերյալ մանրում տեղ գտած պարկեստ բնույթի տեսագրությունների մասով դուք ծանոթ եք դրան, երևի չարժի, որ ես անդրադառնամ։ Այսօր եւս հերքեց Արշակ Սրբազանը, որ ինքն է այնտեղ։ Հայտարարությունը արեցինք մենք, հետո երկրի վարչապետը հրավեր էր ուղարկել իր հետ հանդիպելու, տեսեք երկու տարբեր բան է, հայտարարությունը վերաբերում էր այդ խնդրին, իսկ վարչապետի հետ հանդիպելու առաջարկի մասին դեռևս ամիսներ առաջ, գոնե ամիս, 2 ամիս առաջ խոսակցություններ եղել են, մենք ժողովների ժամանակ անդրադարձել ենք այդ հարցին, որ այս խնդիրը կարգավորելու, այս կոնֆլիկտը հաղթահարելու համար ճիշտ կլինի մի հանդիպում կազմակերպել ու հասկանալ պատճառը Փաշինյանի հետ։ Իհարկե, եւ այդ առաջարկն էլ եղել է։ Իսկ կներեք, դուք ընդհանուր սրբազանների օրինակ վեհապարին ասել եք, որ պետք է հանդիպել եւ հասկանալ։ Իհարկե, բազմիցս ենք ասել։ Եվ պատասխանը ո՞նց է եղել։ Ամեն անգամ, դե միշտ, գիտեք, վեհապարը ինքն էլ ասում էր, ես էլ եմ կողմ երկխոսության, բայց ու միշտ մի բայց կար, որ դուք չեք հասկանում դա ինչ է, բայցը որն է։ Մենք ասում ենք դուք ընտրեք, վարչապետը պատրաստ է 5 եպիսկոպոսին ընդունելու, դուք ընտրեք ում եք ուզում գնալ, թող գնան, կողմ չէր, ասում էր, որ Խաչակ Սրբազանը Վատիկանում հանդիպել է վարչապետին եւ կիսատ այդպիսի զրույց է ունեցել, ճիշտ կլինի Խաչակ Սրբազանը շարունակի։ Ու այդպես հարցը մտավ փակուղի։ Այսինքն որպես միջնորդ Խաչակ Սրբազանը լինի։ Այդպես էր ուզում վեհապարը, բայց մենք անդադար պնդում էինք, որ այս վիճակը շարունակվում է, մենք ուրախ չենք, կապ չունի ում է վերաբերում այդ այսպես կոչված կոմպրոմատները։ Մենք հասկանում ենք, որ ամբողջ հայ եկեղեցին է հեղինակազրկվում, մենք հեչ ուրախ չենք դրանից, եթե կամ մարդիկ մտածում են, այ ցնծության մեջ ենք, այդպես չի, մենք ասել ենք, որ այս վիճակը պիտի կանգ առնի, վերջը մեր եղբայրներն են հոգևոր ու եկեղեցու հեղինակությունն է։ Ճիշտ կլինի, որ րոպե առաջ կանգ առնի, իսկ կանգ առնելու մի ճանապարհ կա։ Պատերազմի ճանապարհը բացառվում է, մնում է երկխոսության։ Այսպես, իսկ երկխոսության առաջարկը փակուղի էր մտել։ Հիմա այս թեմայից այդ հայտարարությունից հետո մենք այդ առաջարկը ստացանք։ Արդեն 2 ամիս գրեթե այդ հարցը քննարկվել է հանդիպելու։ Այդ առաջարկը վարչապետից ստացել ենք, գնացել ենք հանդիպել ենք։ Տեսեք, երկու տարբեր հարցեր են։ Ճիշտ է, ինչ որ կապող բան կա, ես այդ կապերի մասին կապող բանը ընդհանուր վեհապարի հեռացումն է, հավանաբար, որտեղ եւ Փաշինյանն է պահանջում։ Սրբազանին առնչվող թեման վեհապարի հեռացում չէր ենթադրում։ Բայց ասում եք սրբապղծությունը կոծկել է նա, հայտարարության մեջ կար դա։ Այդ դեռևս չի նշանակել հեռացում։ Ուղղակի ասում են, որ պետք է կանգ առնի շուտապույտ կերպով։ Բայց դուք տեսնում եք այդ հայտարարությունն էլ հնչել, ոչ մի տեղաշարժ չկա, դրանից հետո արդեն նոր հրաժարականի
հայտարարությունը գնաց։ Գիտեք, այս վիճակը հաղթահարելու միակ ճանապարհը դա է։ Եվ Ինչպես եք պատկերացնում, շատ հաճախ է հնչում այդ հարցը եւ մենք այդուհանդերձ իշխանությունից էլ մեղադրանքներ են հնչել եկեղեցու հասցեին, հա, եւ մենք չենք ուզում, որ այդ մեղադրանքները փաստվեն, հրապարակվեն, երբեք չենք ուզել, հա։ Ու կարծում ենք, որ ճիշտ ճանապարհը անցնցում կարգավորումն է։ այսինքն ինքնակամ եւ Արշակ Սրբազանը եւ Վեհափառը հեռանան։ Մենք մեր հայտարարության մեջ ասել ենք ամեն ինչ, հայտարարությունների մեջ, ինչ վերաբերում է մեղքին եւ ինչ վերաբերում է հեռացմանը Վեհափառին, ամեն ինչ ասված է, բայց այստեղ իհարկե տեսնում եք, որ մեզ այս քանի օր է ամենավերջի ձևով թիրախավորում են, փնովում են, հա, ու այդ ամեն ինչը իհարկե մեր իշխանությունների կողմից չի, տեսնում եք դիմադիր մամուլն է ակտիվ աշխատում եւ իհարկե բնականաբար մայրաթորից է այդ ամեն ինչը։ Այսինքն կարծում եք ձեր դեմ սկսված այդ ամեն ինչը գերամ կասկած չունեն մեզ։ Կա կոնկրետ անուններ մայրաթորից, որ ասում եք ընդհանրական է։ Այո։ Ում նկատի Չեմ ունեք։ ուզում ասել, գիտեք ինչ, չեմ ուզում ավելի։ Դա ուրեմն ես հստակեցնեմ, որովհետև կան տեղեկություններ, որ ձեր եւ Արշակ Սրբազանի միջև խնդիր կա եւ դուք հենց նեղացվածության պատճառով եք այս ամեն ինչի մեջ մտել։ Ինձ վիրավորել են այդ միանշանակ ինձ իմ ընտանիքին, բայց ես այդ դրանով այդ վիրավորանքով չի որ առաջում, բայց Աստված իրենց հետ, ես իրենց բոլորի համար աղոթում եմ, ովքեր որ վիրավորել են, անունները չեմ ուզում տամ, էլի մեր եկեղեցին, մեր եկեղեցու, գիտեք, այդ խորհրդանիշերը չվարկաբեկելու համար, արել են, լավ են արել, ես ոչ մի բառ չեմ ասել, չեմ էլ ուզում ասել, իրենց գործն է, այնպես չի, որ վախից մղված լռում եմ, չէ, մեր եկեղեցու հեղինակությունը իմ համար ամենակարևորն է, եւ խորհրդանիշեր կա, որ պետք է այո, ամեն գնով Եկեղեցին, բայց նաեւ Վեհափառը չի, եթե Վեհափառի դեմ եք, եկեղեցին դեմի հարց չի, տեսեք, ինչ է նշանակում Վեհափառի դեմ եք, եթե եկեղեցին սխալ ընթացքի մեջ է, մենք չպիտի այդ ընթացքը կանգնեցնենք, ինչ է նշանակում դեմ եք, այս ընթացքին դեմ ենք, առաջնորդության, այս ընթացքին դեմ ենք, այո, սխալ է, եթե սխալ եմ ասեք, եթե հարցում եք ձեր հանդեպ քննադատություններին նաև անդրադառնանք, դուք ասում եք ձեր դեմ վատ այսպես արշավ են սկսել, այնտեղ այո, բոլորի դեմ, բայց ինչպես այս կողմն է, ձեր կողմն է մեղադրում Արշակ Սրբազանին, այնպես էլ ձեր անձի հանդեպ էլ կան օրինակ մեղադրանքներ, ձայնագրություն հրապարակվեց համացանցում, հիմա դուք եք այդ ձայնագրությունում, դուք չեք, ինչ կարող եք ասել։ Ես գիտեմ, այդ ինչ ձայնագրություն է, կարող է ինչ-որ մասը ինձ վերաբերի, ինչ-որ մասը ինձ չվերաբերի, իբրև թե այդ ձայնագրությունը արվել է, չգիտեմ, 2005 թվականին ես Անգլիայում սովորելուց եմ եղել, այդ ձայնագրությունն է, մայրաթորում, այսպես ասած, ստեղծված մի բան է, կոմպրոմատ է, որ կոմպրոմատներից են խոսում, ոչ չեն ասի դա իշխանության ստեղծածն է, բնականաբար չէ, այսօր որ ամեն մեկին մի բան կպցնում են, այդ հո իշխանությունները չեն։ Դե մի փորձակնություն էլ թող ձեր տեսան ձայնագրության հետ կապ ձայնագրության։ Ում է վերաբերում այդ ձայնագրությունը։ Ընտանիք, ովքեր են, կան այդ մարդիկ, հա, անուն ազգանուն կա, ես գիտեմ, կոնկրետ ում ձեռքի գործն է դա, վստահ եմ, հա, կասկածել չունեմ, որ ինքն է ուղղակի իմաստել չեմ տեսնում բանանում, խորանում այդ հարցի մեջ, էլի, չեմ ուզում ուրիշ մանրամասներ ասեմ։ Մյուս անդամների որ պետք էր հասկանալ, ճշտել եմ։ Հիմա դուք երգում եք, որ որևէ առնչություն չունեք այդ ամեն ինչի հետ, ինչ հրապարակվում է ձեր հետ կապված, թե դուք էլ ունեք կուսակրոնության խախտման իրավիճակ, ձեր հոգևոր եղբայրներից մեկի կնոջ հետ կապված պատմությունն էին վկայակոչում։ Իմ եղբայրներից մեկի։ Հոգևոր եղբայրների, այո։
իմ հոգևոր եղբայրներից մեկի կնոջ։ Այո, այդպեսի ձայնագրություն ասում են դրա հետ կապված է նաև։ Ես ինչ ասեմ, Աստված վկա, բոլոր սրբություններով կարող եմ երդվել, որ ես այդպիսի փորձառություն իմ կյանքում չեմ ունեցել։ Իմ եղբայրներից մեկի կնոջ հետ, հա։ Ես մեջ բերում եմ այն ինչ հրապարակվել է։ Շատ լավ, խնդրեմ, ուրեմն ես ձեզ խնդրում եմ, գնացեք ավելի մանրամասնորեն հետաքրքիր, տեսեք, այդ որ հոգևոր եղբայրն է ու ում կինն է։ Գուցե հոգևոր չէ, այլ եղբայր է։ Խնդրի չկա, թող այլ եղբայր լինի, գտեք այդ եղբորը եւ կնոջը։ Ինձ էլի տարբեր վերսիաներ մեր երկու հոգուս լսել եմ։ Հա։ Բոլոր տարբեր վերսիաները եւս հերքում եք։ Իհարկե։ Ինչ, այսինքն ինչ նշանակում հերքում եմ։ Ես ինքս բան չեմ հասկանում այդ ձայնագրություններից ու մենակ ես չի, ուրիշներին էլ տվել եմ ասել եմ, ինչ է, ասում են լավ չեմ հասկանում, լավ չենք հասկանում ինչի մասին է։ Մի քանի տեղ կտրտված է այդ ձայնագրությունը։ Հիմա ինձ այդքան չի էլ հուզել, որ ես հատուկ փորձակնություն պատվիրեմ, բայց ես ձեզ խոստանում եմ, ես ձեզ փորձակնություն կուղարկեմ, հա։ Ասում են դուք նաև եկեղեցու պառակտման գործն եք իրականացնում Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Ես անձամբ կամ ձեր օգնությամբ Նիկոլ Փաշինյանը։ Ասում են այն հոգևորական, չէ, հատկապես դուք այն հոգևորականները, ովքեր իր հետ հանդիպել են։ Տեսեք, եկեղեցին արդեն պառակտված է, երբ որ պաշտոնական դիրքորոշումից շեղում կա, պաշտոնական դիրքորոշումը այն է, որ սրբապղծություն է տեղի ունեցել եւ փորձակնությամբ հաստատված է այդ սրբապղծությունը, չէ՞։ Այդ տեսակետին չեն հետևում համապատասխան հետևանքները։ Այդ դիրքորոշմանը չեն հետևել։ Հանձնախմբին ով է տրամադրել Սրբազան այդ եզրակացությունը քննչականի։ Որ հանձնաժողովը, այսինքն ում է տրամադրվել, այսինքն հանձնաժողովը ինչ այսպես Սրբազանի միջոցով է տեղեկացել քննչական կոմիտեն ում է տվել նրանցից այդ եզրակացությունը փորձակնության։ Ոնց եք դուք իմացել այդ մասին։ Ես հանձնաժողովի անդամ չեմ։ Հա, դուք անդամ չկներեք, ուրեմն լավ, հա, կներեք։ Հանձնախմբի անդամների այդ փորձակնության արդյունքից հետո, օրինակ այսօր Արշակ Սրբազանն ասում էր ոնց հնարավոր 1 օրում պարզվել դրա իսկությունը։ Ես ասում եմ, դուք գնացեք քննչական կոմիտե, այդ հարցը տվեք իրենց։ Իրենք ձեզ երևի կպատասխանեն։ Մենք մի փաստ ենք արձանագրել մեր հայտարարության մեջ, որ դա ներկայացվել է վեհապարը եւ վեհապարը ընթաց չի տվել դրան։ Ոնց եք ուզում մենք հասկանանք այս ամեն ինչը։ Եվ այսօր ընթաց չի տրված։ Եվ հասարակությունը տարակուսանքի մեջ է։ Գիտեք, եսի բամբասանք չի, տեսեք դուք եկել եք ինձ ասում են սենց, ով է հոգևոր եղբորքին, հա, մեկին էլ ասեց, ես իրեն շատ հարգում, ասում են, որ դա տեղի ունեցել, երբ որ դու սարկավագի ես տեղ, ասիկ լավ, հետո, էլի այդպես մի քանի մեկնաբանություններ լսել են, հա, բայց խոսքը այստեղ փաստի մասին է, վիդեոյի մասին է, ոչ թե կտրտված ձայնագրության, հասկանում եք։ Ոչ թե բամբասանքի էս ինչը սրա հետ է։ Խոսքը հրապարակված փաստերի մասին։ Այսինքն դուք բամբասանքը կամ չգիտեմ մոնտաժված ձայնագրությունը 2005 թվականին, երբ որ ես Անգլիայում էի սովորում, ես չգիտեմ Անգլիայում ով է ձայնագրել, այդ չգիտեմ։ Կամ Անգլիայում է կամ երբ է ձայնագրվել, կամ մի անգամ են ձայնագրել, թե մի քանի անգամ, կամ որն է իրական իմ ձայնը, դա չգիտեմ։ Դուք կարող եք հետևողական լինել, պարզել, ու երբ որ փաստեր բերեք, ես ձեզ խոստանում եմ, ես կամով իմ դիմումս կգրեմ ու հրաժարական կտամ։ Լավ, ես ձեզ խոսք եմ։ Հիմա էլ արդեն հնչում է տեսակետ, որ չի բացառում ձեր կարգալույծ անելը այն հոգևորականները, որոնք չեն ենթարկվել, հնազանդ չեն եղել եկեղեցու կանոններին։ Ոչ մի խնդիր չկա, մենք սիրով պատրաստ ենք ամեն ինչի, ինչ արել ենք հանուն հայ եկեղեցուն, թող անենք կարգալույծ։ Մենք հարցեր ենք ներկայացրել։ Այդ հարցերին պիտի պատասխան տա։ Լավ, իսկ մենք կարգավորություն չենք վախենում, բնավ։
ոչ թիրախավորումից, ոչ կարգավիճությունից, մեզ անասելի կերպով այս քանի օրերի ընթացքում թիրախավորել են։ Անասելի կերպով, ամենակեղտոտ ձևերով։ Ես 10 տարուց ավել տեսու չեմ եղել ճեմարանի։ Անգամ այն ուսանողների միջոցով, որոնց, չգիտեմ, ավարտացրել եմ ճեմարանը, ձեռնադրել եմ, անգամ դրանց են ասել, արա, գրի, որ դավաճանը, լավ, շատ լավ։ Պատասխան չունենք տված, որևէ մեկին մի բառով իսկ չենք պատասխանել։ Որովհետև մենք ինչն է մեզ մղել այս քայլին, որ կանգ առնի այս ամեն ինչը։ Գիտեք, որ ցանկացած մեկի վերաբերյալ, ցանկացած նման բանի հրապարակում դա վարկաբեկում է եկեղեցին։ Մենք ուրախ չենք մնա, որ Արշակ Սեփազանի վերաբերյալ այդ տեսակ բան է հրապարակվել։ Որևէ մեկի վերաբերյալ չենք ուզենա որևէ բան, բայց այս օրերին ինչ որ մեր դեմ արվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Գեներացնողներ հիմնական Արշակ Սեփազանն է ու վեհափարն էլ քաջատեղյակ է այդ ամեն ինչից։ Ու մենք վերջի ժողովների ժամանակ հատկապես շատ եք այդ հարցը բարձրացել, մի արեք, իմաստը որն է։ Հիշում եք Սիզոս այգում ես ելույթ ունեցա։ Իմ ելույթը, այո, վեհափարի կարգադրությամբ հաջորդեց իմ դեմ հոդվածների պատվեր մեդիա հաբի միջոցով, որ ընդդիմադիր է։ Էդ էլ հո իշխանությունները չեն։ Իշխանությունները մեզ չեն քննադատում, ընդդիմությունն է քննադատում, հա։ Կբացատրեք ինչ է կատարվում։ Դե որովհետև դուք եթե բացատրեք ինչ է կատարվում, ում խաղն ենք խաղում, ում շահերն ենք սպասարկում, ես կհասկանամ, մենք չենք հասկանում ինչ է կատարվում, ինչու պիտի ես ինձ ասեն խոսի, պաշտպանի, հետո իմ դեմ հոդված պատվիրեն, բացատրեք։ Ու սա մայրաթորն է, հա, սա հոգևոր ասպարեզ է, կամ այն լուտանքը, որ թափում են մեր վրա, սա հոգևոր մարդկանց հատուկ բան է, 10-ից նկարը դրել են, գրել են վրան դավաճաններ, ու սա Ռուսաստանի թեմի պաշտոնական էջում է, ու իրենք հոգևոր մոտեցում են, ցուցաբերում հարցին, հա, այդ ձևով, չէ որ մենք հարցեր ենք բարձրացրել։ Այդ ներսում չեք բարձրացրել հարցերը։ Բա ինչ ենք արել։ Ներսում չէր լուծում, որ այսպեսի հանգուցալուծում տեսակ։ Որ այսպես է, այս ճանապարհն է բռնվել։ Եթե լուծվեր ինչի կգնայինք այս ճանապարհով։ Դուք ասում եք այդ ամեն ինչը դրեք մի կողմ, դուք հավատարիմ պիտի։ Ինչին հավատարիմ։ Բայց մենք ուխտենք արել եկեցու կարգին կանոնին ավանդույթին հավատարիմ լինել։ Այսօր կանոնից կա շեղում, չասեք։ Ասեք թե չասեք, լրեք։ Չէ, պարզապես այնտեղ մարդիկ կան նաև ձեր հետ Փաշինյան հանդիպած, որոնց անձիմասին բազմաթիվ տեսանյութեր, բազմաթիվ ասում են դրանցով պիտի եկեղեցին մաքրենք։ Բոլորովս պիտի մաքրենք, թող վերջում է մեզ կարգալույց անեն։ Այսպես լավ է։ Մենք խնդիր չունենք։ Վատներին թող անեին, ինչի են արքությունների արժանացնում։ Ինչի են ներքաշում, ներգրավում հանձնաժողովների մեջ գնահատում, բա ինչի չեն արել, բա եթե գիտեք խնդիր կա, այս մեկը այս հարց ունեն, մեկը, բա ինչի չեք կարգավորել այդ հարցը, կարգավորեիք, եթե վատն են, այսօր ասում եք վատն է։ Տեսեք, օրինակ այսօր ասում են նաև դուք դավաճանել եք ձեր նախորդ ապրած կյանքը, Արշակ Սրբազանն էր ասում այսօր ասուլիսում, ձեր հոգևոր հայրերին, վեհափառին, ամբողջությամբ այդ համալիր դավաճանություն եք արել։ Ինձ ասել։ Բոլորին ովքեր այնտեղ էին։ Նաև ձեզ։ Համար մեկ դավաճանը ինքն է, որովհետև մենք բոլորս գիտենք, հիմա տեսեք, որ այդպեսի բան ասել պատասխան, պաշտոնապես հայտարարում եմ սա։ Ուրեմն վեհափարի վերաբերյալ ամենակեղտոտ նյութերը ինքն է հրապարակել, ինքն է արել, դրանց հեղինակը ինքն է, իր միջոցով է եղել։ Ամենակեղտոտ նյութերը վեհափարի հասցեն։ Բա դրան ինչ կասի։ Որն է դրա նպատակը, ինչ էր ուզում անել դրանով։ Իրեն հարցրեք։ Այդպես դավաճանել ենք, համար մեկ դավաճանել, եթե վեհափարին դավաճանելու խնդիր կա։ Մենք ոչ մեկին չենք, մենք հայ եկեղեցուն ենք հավատարիմ մնացել, հայ եկեղեցու շահին ենք հավատարիմ մնացել։ Մենք եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու կամքն ենք դրսևորել, ինչ անենք։ Այնքան ենք քաղաքականացել։ Ո՞նց եք տեսնում այդ իրագործումը, Սրբազան, այսինքն ասում եք եկեղեցին մաքրենք, վերականգնենք։ Կներեք, նախ պիտի դուրս գա քաղաքականության միջից։ Ամբողջականորեն պիտի դուրս գա եկեցին քաղաքականության միջից։ Այսինքն Արցախի հետ կապված իրավիճակի հետ կապված գնահատական չտա։
Ինչ կապ ուներ մեկ։ Բա դա քաղաքական չի։ Ինչ կապ ուներ մեկ չէ, դա քաղաքական չի։ Ինչ գնահատական։ Հայտարարություն, օրինակ արցախցիների իրավունքների պաշտպանություն։ Ասես մենք Վրթանես Սրբազանը արեց հայտարարություն, հուզվեց իր ժողովուրդը, Արցախի թեմի առաջնորդը արեց, խնդրեմ կարդացեք կամ դրեք այս հոդվածի մեջ։ Արդյոք, այսինքն դուք ինչի եք մեկը մյուսով պայմանավորվում։ Չէ, երբ որ ասում եք քաղաքական, երկրի հետ կապված իրավիճակներում դիրքորոշում չունենան։ Մեր ազգային հոգևոր արժեքներին, մեր իրավունքներին, մեր ժողովրդի տարբեր հատվածների, մեր հայրենիքին, դրանց չի չվերագրող բաները, ինչ կապ ունի։ Իսկ որ ասում եք քաղաքական հատկապես ինչ նկատի ունեք, որ չպետք է խառնվեն։ Որ չպետք է մենք այս կամ մենք ուսակցության օրակարգի մեջ ներքաշվենք, կամ նույն անանքետները, կամ ինչ-որ սրբազան պայքար առաջնորդենք։ Տեսեք, մեր եղբայրները այսօր որտեղ բանտում, իմաստուններ, դե լավ հարց չեք տալի, բա նախկին իշխանությունների օրոք, հիմա կասեք այն խնդիրները չկային, այն ժամանակ էլ ուրիշ խնդիրներ են եղել։ Ասում են, եթե դուք այս ամբողջ խնդիրների մասին բարձրաձայնում եք, ինչու չեք ասում։ Այն ժամանակ էլ ուրիշ խնդիրներ են եղել, ու մարդիկ ասում են, բա ինչի օրինակ այս ժամանակահատվածում բան չարեցիք, այն մեկում ասում են, չէ, հարց են տան, հիմա մենք ուզում ենք առաջար լինել, թե մենք ուզում ենք, չգիտեմ, խուսանավել, ասեմ, թե չէ, քանի որ մենք այն բանը, այն ինչ-որ այս 5 տարին ենք ապել, չէ, այն ինչ-որ Արցախի հետ եղավ, չկար այդպիսի բան, այո, դա մեր ընդհանուր ողբերգությունն է, շատ, էդի մեծագույն բան ցավն է, որ բոլորս ապրել ենք։ Դրա համար են ձեզ մեղադրում, ասում եք գնացել եք այն մարդու հետ եք հանդիպելով, Արցախը տվել է։ Դե տեսեք շատ բան հայտարարություն է, ով Արցախը տվել է Արցախը, ուսակցություններ, պայքարեք, ինչ չէ, գնացեք դատի տվեք, եթե ինքն է Արցախը տվողը։ Այսինքն դուք այդ համոզմանն եք, այդ վստահությունը ունեք, որ լրիվ պատասխանատվությունը իր վրա է, տեսեք, սա քաղաքական արդեն գնահատական է, հա։ Ես էլի եմ ասում, ես քաղաքական հարցերի դժվարությամբ կպատասխանեմ, ես կարող եմ պատասխանել եկեղեցուն վերաբերող հարցերին, բայց որպես քաղաքացի, որպես բարձրաստիճան հոգևորական, ես չեմ կարծում, որ ամբողջ պատասխանատվությունը մի հոգու վրա է։ Մենք հո գիտենք ինչպես եղավ, հիմա հո ես հերթով չեմ բան անելու։ Հո մենք չէինք ուզենա, որ այդպես լինի, հա ցավ է եղել է, բայց հիմա պիտի վերականգնվենք, թե չվերականգնվենք։ Պիտի այս ժողովուրդը, այսինքն եթե մենք սենց շարունակենք մասնատվել, բաժանվել, այդ մեզ ինչ պիտի տա։ Արցախը այդպես հետ կգա։ Արցախը հետ բերելու համար պիտի դու ուժ ունենաս, ուժեղ պիտի լինես։ Իսկ մենք գնալով թուլանալու ենք, եթե այսպես շարունակվի։ Դուք միացել եք այս Նիկոլ Փաշինյանի հետ շարժման, որովհետև Փաշինյանը ձեր դեմ կոմպրոմատներ է օգտագործում, շանտաժի է ենթարկում եւ դրա համար են այն հոգեվորականները, որոնք այնտեղ նստած էին, միացել Փաշինյանին։ Ես ուղղակի կասեմ, Աստված վկա կբերեմ Աստծուն, որ երբևէ որևէ մեկը որևէ բան չի ներկայացրել, ես էլ չեմ գնացել գործարքի, ու ես էս էլ ասեմ, եթե ես իմանամ իմ դեմ մի բան կա, որը կաշկանդելու է ինձ, այս ասպարեզում ծառայելու համար, ես ինքնական կգնամ։ Այսինքն ԱԱԾ-յո, որևէ իրավապահ։ Մեր հանդեպ, ես միշտ ասել եմ, իմ հանդեպ, ես քանի տարի այստեղ ծառայում եմ, այս թեմ, եղել եմ միշտ դրական վերաբերմունք, միշտ։ Եվ ես այդ մասին նաև վեհապարին եմ ասել, որ հակառակ այս կոնֆլիկտի դրական է վերաբերմունքը, ոչ մեկ բան չի անում։ Ինչ ասեմ ես։ Այսինքն որևէ բան ձեզ չի ստիպել, որպեսզի էլի եմ ասում, Աստված վկա է, որ ինձ որևէ բան չի, ինձ զուտ եկեղեցու հեղինակության հարցն է ստիպել, որովհետև փոշի անում է, հոգևոր մարդիկ են ոչինչ անում, տեսեք, ասում են Արշակ Սրբազան թիրախավորում են, մենք երբեք չէինք ուզենա որևէ մեկին թիրախավորեին, ոչ էլ ուրախ ենք դրա համար, որովհետև ամեն դեպքում, այսի անձին չի միայն վերաբերում, սա եկեղեցուն է վերաբերում, ու պատասխան մեր դեմ այսօր ասեմ իդեպ, կոմպրոմատներ օգտագործում են մայրացորից,
Այդ նույն ձեր ասած ձայնարկությունն է։ Կոմպրոմատը, եթե ունեք կօգտագործեն։ Հա, տեսեք, կարող այսքան որ մեզ ինչ ասում են, դա իշխանություններն են անում, հա։ Այսինքն դա դուք համարում եք, որ կարելի է այդպես ճնշել մի բան։ Իմ մոտ այդ միշտ հակազդեցություն է առաջացնում, երբ որ իմ դեմ սկսում են ինչ-որ բան օգտագործել, ես որոշում եմ, որ մինչև վերջ պիտի գնամ։ Խնդրեմ, թող օգտագործեն։ Այսինքն կյանքը չի վերջանում այստեղով։ Եթե ես այստեղ ինձ սպառեմ եկեղեցու, շատ լավ, ես կդառնամ պարզ հավատացյալ։ Մի ուրիշ ձևով ինձ կիրականացնեմ, կիրագործեմ ինքս ինձ, կիրացնեմ, կներեք, կիրացնեմ ինձ մի ձևով։ Ինչ է եղել։ Ուրեմն հայտարարում պաշտոնապես, ինձ երբևէ որևէ նման խոսակցություն իմ հետ չի եղել, որևէ մեկի կողմից։ Շատ մարդկային, շատ դրական, այսպես։ Այսպեսի նաև տեսակետ կա, ասում են վեհապարը ձեզ շատ բան արել, ձեր հանդեպ շատ մեղմ ա գտնվել հաճախ, շատ այսպես արել որն է։ Չէ, ասում են շատ բարյացակամ ա եղել ձեր հանդեպ, ինչպես կարող եք դուք այս ամբողջ։ Ինչ եմ արել, ես ասեք։ Իր դեմ եք դուրս եկել։ Ոնց ինչ նշանակում իր դեմ դուրս եկել։ Բայ հրաժարականը ինչ է։ Հա, իսկ հայ եկեղեցու ներկայացությունը ինչ է։ Հայ եկեղեցու ներկայացությունը ինչ է։ Ինչ է իր դեմ դուրս եկել։ Հայ եկեղեցու համար է արում ինչ արում է։ Այդ թվում նաև իրենց։ Այդ թվում նաև վեհապարի։ Այս պիտի կանգ առնի։ Եթե սենց շարունակվեց, եկեղեցին եկեղեցու հեղինակությունը կփոշիանա։ Քայլերի հաջորդականություն գիտեք ինչպես է լինելու այդ ձեր ասածը։ Դե այս բանին կա այդ հայտարարությունը։ Կհետևենք զարգացումներին։